ուրախալի լուրը նա է, որ այդ թվում Նիկոլ Փաշինյանի կառավարմանն է շատ կարճ ժամանակատված մնացել։ Քանչից այսպես բռնելու, ասի դու պետք է գնաս խոտ հնձելու եւ ոչ թե գնաս կառավարությունում աշխատելու։ Ու դա տեղի կունենա շուտով։ Մակարոնները գրեթե կրկնակի թանկացել է, բրինձ թանկացել է 50%-ով, հաց թանկացել է 35%-ով, ալյուրը 20%-ով, ձեթը յուղը եւ այլն բոլորը 35-40%-ով եւ այսպես շարունակ, այսինքն մարդիկ անընդհատ աղքատացել են։ Նիկոլ Փաշինյանի նպատակը ոչ թե թալանը վերադարձնել դրանով երկիր կառուցելն, այլ ընդհանրեն ունեցվածքի վերաբաշխում իրականացնելն է։ Այսինքն Պողոսից վերցնել իր Պետրոսին կամ իրեն վերապահելն է։ Սրանից բացահայտ կոռուպցիա ուղղակի գոյություն չունի։ Մի հետաքրքիր ցուցանիշ էլ ասեմ սրա հետ կապված։ Բարև ձեզ, դուք դիտում եք հարցեր կան հաղորդումը, այսօր հարցեր կան Հայաստանի ես եմ նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանին։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Պարոն Սարգսյան, ամփոփելով տարվա առաջին 3 ամիսները, ըստ այդ պատկերի արձանագրվում է, որ ունենք տնտեսական ակտիվության նվազում։ Սա գետնի վրա իրականությունն է։ Զուգահեռ իրականությունում կամ Նիկոլ Փաշինյանի իրականությունում այդ մարդը հանդիպում է կազմակերպում գործարար համայնքի ներկայացուցիչների հետ, ներկայացնում նրանց իր այսպես կոչված իրական Հայաստանի գաղափարախոսությունը, ապա այդ մարդկանց ուղեկցում իրական Հայաստան, իրանց, որտեղ շարունակում է նորից այդ գաղափարախոսության ներկայացումը։ Ինձ մի հարց է հստակ հետաքրքրում. Հայաստանի տնտեսական համակարգը եւ նաեւ ֆինանսական համակարգը դեռ որքան կարող են սպասարկել Նիկոլ Փաշինյանի քմահաճույքները եւ PR արշավները։ Յուրաքանչյուր օր շատ ավելի կրճատվում է ժամանակահատվածը, դժվար է պատասխանել միանգամից որքան ժամանակահատված դեռևս կարող է սպասարկել, բայց շատ քիչ է մնացել, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը, այսպես ասած, անդառնալիության շեմին անդադ մոտենում է։ Անդառնալիության շեմի վերջին մեխերը համարվում են Թուրքիայի հետ սահմանի բացումը եւ ամբողջությամբ թուրքական այսպես ապրանքներով եւ ծառայություններով հայկական շուկան բողոքելը։ Դա արդեն կլինի Հայաստանի Հանրապետության, այսպես ասած, վերջը, ավարտը, տնտեսության մահը եւ ոչ միայն մահը եւ տնտեսության մահը սովորաբար փոխկապակցվում է պետության լեզուս չի պետքվում որ ասեմ, բայց պետության փլուզման հետ, որովհետեւ տնտեսությունն է սպասարկում բոլոր ոլորտները։ Այսինքն եթե որևէ երկիր ցանկանում են լուծարել, ապա մոնտաժել, վերացնել, ապա պարտադիր չի միայն դա իրականացնել պատերազմական եղանակներով։ Երկու հիմնական մոտեցում կա դրան, տնտեսապես ոչնչացնել, որպեսզի լիակատար կախման մեջ գցեն այդպիսի երկրներից, կոնկրետ Հայաստանի Հանրապետության պարագայում Թուրքիայից, հաջորդ տարբերակը դա իհարկե պատերազմն է, որը մենք տեսել ենք, այսինքն մենք երկուսն էլ տեսել ենք, սկզբից պատերազմ, որի միջոցով Արցախի Հանրապետության հանձնում տեղի ունեցավ եւ Հայաստանի Հանրապետության հանձնումը տեղի ունեն տնտեսական պատերազմի միջոցով։ Հետևաբար վերադառնալով հարցին, որքան դեռևս ունենք, դեռևս շատ կարճ ժամանակահատված է մնացել, բայց ուրախալի լուրը նա է, որ այդ թվում Նիկոլ Փաշինյանի կառավարմանն է շատ կարճ ժամանակահատված մնացել։ Այսինքն պետք է փորձենք Նիկոլ Փաշինյանի կառավարման ժամկետը կրճատել տնտեսական անկման ժամանակահատվածից, որպեսզի կարողանանք վերականգնել Հայաստանի տնտեսությունը։ Իսկ այդ հիմքը լավատեսության ձեզ որտեղից, ասենք, մարզային հանդիպումներ եք ունենում, գուցե այդ մարզային հանդիպումներում պատկերն է ձեզ ոգևորում։ Երկու լավատեսական սցենար ասեցի, Նիկոլ Փաշինյանի հեռացումը, այո, մարզային հանդիպումները այդ թվում, բայց ոչ միայն մարզային հանդիպումները, այդ թվում Երևանյան հանդիպումները, այդ թվում վերլուծությունները, հարցումները եւ այլն։ Իսկ երկրորդ դրական լուրը տնտեսության վերականգնման, դա Հայաստանում առկա պոտենցիալն է, ներուժը։ Հայաստանը ունի եւ բնական ռեսուրսների ներուժ եւ այսինքն հող, ջուր եւ այլն, որը եւ իդեպ Նիկոլ Փաշինյանը կրճատում է, այսինքն մենք գյուղատնտեսական նշանակության հողատարածքները, որոնք որ կարելի է զարգացնել, փոխարինում է օրինակ կառուցապատման կամ սպասարկման նշանակության եւ ջրային ռեսուրսները շատ ավելի թույլատրում է, որ ջրային ռեսուրսները հասանելի դառնան Թուրքիային եւ Ադրբեջանին, քան թե Հայաստանի Հանրապետությունը, բայց դա հնարավոր է կրճատել։ Եվ հաջորդը մարդկային ներուժն է, ունենք մոտավորապես 190,000-ի չափով գործազուրկներ, ովքեր որ կարող են բարիք ստեղծել, ովքեր որ կարող են արդյունք ստեղծել եւ իհարկե գումար վաստակելու շրջանառել դա Հայաստանի Հանրապետության տարածքում եւ ունենք մոտավորապես 950,000 աշխատուժից դուրս բնակչություն, ովքեր որ ունակ են աշխատելու եւ
բարիք ստեղծելու։ Այսինքն այսքան ահռելի ներուժը դրան եթե գումարում ենք մեր գիտական պոտենցիալը, կրթական պոտենցիալը եւ այլն, որը ի դեպ ամենօրյա կերպով Նիկոլ Փաշինյանը նույնպես ոչնչացնում է կրթությունը եւ գիտությունը, ապա շատ արագ հնարավոր է հասնել տնտեսությունը վերականգնելու։ Հետաքրքիր մի բան ասացիք, սկզբում նշեցիք, որ Նիկոլ Փաշինյանը ամեն ժամ Հայաստանը մոտեցնում է անդառնալիության կետին։ Տեսեք, քաղաքական որոշումների հետ կապված, օրինակ ընդդիմությունը ասում է, որ կայացրած որոշումների հետևանքով Հայաստանի քաղաքական կապիտալը զրոյացվում է, այսինքն Նիկոլ Փաշինյանից հետո թե ինչ ավերակներ են մնալու եւ հաջորդ իշխանություն ինչ է կարողանալու անել, մեծ հարցականի տակ է դրվում, իսկ հա տնտեսությանը ինչ վերաբերում է, դուք այնուամենայնիվ լավատեսությունը պահում եք, այսինքն այս իշխանությունը այդուհանդերձ տնտեսությունը չի հասցնում կոլապսի եւ հետեւաբար հաջորդ իշխանությունը կարողանալու է մանևրել եւ նաեւ տնտեսական առաջընթաց ունենալ, հա։ Տեսեք, ճիշտ են ասում քաղաքական մեկնաբանություններ, որ ասում են Նիկոլ Փաշինյանը այնպիսի իրավիճակի ասում, որ հաջորդ իշխանությունների համար սարսափելի դժվար է լինելու։ Ես ինքս էլ բազմիցս հայտարարել եմ, որ Նիկոլ Փաշինյանի խնդիրը ոչ միայն իր կառավարման ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությանը մաքսիմալ վնաս տրամադրելն է, ապահովելն է հանրապետության համար, այլ նաև հաջորդ իշխանությունների համար արագ վերականգնման ներուժը ոչնչացնելն է։ Ինքը գնում է այդ ուղղությամբ։ Տեսեք, Հայաստանի հետագա վերականգնումը մեր մոտ այսպես արմատացած, այդ թվում գիտական աշխատանքներով հիմնավորած, մենք ունենք երկու հիմնասյուն, որի վրա կարող ենք սկսել վերակառուցումը կամ կառուցումը, նայած ինչ արդեն մնացած կլինի։ Դա տնտեսական եւ անվտանգային հիմնասյուններն են։ Մենք գիտենք, որ ոչնչացրել է մշակույթը, կրոնը, կրթությունը, առողջապահությունը, չէ, բոլոր ոլորտները, մեր ինքնությունը, մեր պատմությունը, բայց այս ամեն ինչի վերականգնման, վերափոխման նոր ծրագրերով թեկուզ մանկապարտեզից սկսած դասավանդման համար պետք է բնականաբար ֆինանսական միջոցներ, որպեսզի կարողանանք այդ ծախսերը սպասարկենք։ Դրա համար անհրաժեշտ է բնականաբար տնտեսության զարգացում, այսինքն տնտեսական հիմնասյան կառուցում, իսկ անվտանգությունը անհրաժեշտ պայմանն է եւ մարդկության, այսինքն տվյալ դեպքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների գոյատևման դրում անվտանգ իրենց հայրենիքում ապրելու եւ արարելու իրավունքի վերականգնման եւ նաեւ անհրաժեշտ է տնտեսական զարգացման համար, այսինքն սրանք որոշակի առումով նաեւ փոխկապակցված են, առանց անվտանգություն տնտեսություն չի կարող զարգանալ, առանց տնտեսության անվտանգություն չի կարող կառուցվել ընդհանրապես։ Նոր այս երկու հիմնասյուներից հետո պետք է ածանցենք ու կառուցենք հաջորդ հիմնասյուները։ Հիմա նորից եթե փոխկապակցում ենք մեր զրույցի սկիզբը եւ ընթացքը, ապա ինչ է դուրս գալիս։ Նիկոլ Փաշինյանը այդքանը եթե ինքնուրույն չի գիտակցում, ապա կան չէ բազմաթիվ պետական ծառայողներ, ովքեր որ ոչ թե քաղաքական թիմի անդամ են, այլ նրանք կրթություն ստացած, երկարամյա ծառայություն անցած կենսագրություն, կենսափորձ կուտակած մարդիկ են, ովքեր որ հասկանում են եւ անհնար է որ դա ներկայացրած չլինի, թեկուզ յուրաքանչյուր իր վերադասին զեկուցելու եղանակով։ Հետևաբար Նիկոլ Փաշինյանը քաջ գիտակցում, որ Հայաստանի Հանրապետության ոչնչացման համար ամեն ինչ պետք է անի տնտեսության ոչնչացման համար առաջին հերթին։ Մինչև այդ հեռանկարներին հասնելը բոլորիս համար կարևոր է վերապրել այս ժամանակահատվածը ներկան ու ներկան ամենևին էլ դրականի հետ չի ասոցացվում։ Տնտեսական անկայունությունը սովորաբար ամենից շատ խաթարում է շարքային քաղաքացիների կյանքը, որովհետև իրենց եկամուտը չի ավելանում, փոխարենը ավելանում են պարտավորությունները, ծախսերը, հարկային, վարկային բեռը ու սա դասական նկարագրությունն է մեր կյանքի, շարքային քաղաքացիների կյանքի, ընդ որում մարտ ամսի դրությամբ կա 3.3% գնաճ, ինչ վերաբերում է օրինակ հարկային բեռին, դուք մարզային հանդիպումներին, երբ անդրադառնում եք պարտադիր հայտարարագրման խնդիրներին, նշում եք, որ սա իրականում իշխանության համար գործիք է բյուջե փող լցնելու եւ իրականում այդ հարկային բեռը ավելացնելով սեփական իշխանության կմահաճույքները սպասարկելու համար։ Հիմա մենք պարբերաբար տեսնում ենք, որ տարբեր ոլորտների ներկայացուցիչներ արդեն ընդվզում են ցույցեր, ակցիաներ, բողոքի արտահայտման ձև ընտրում են։ Հիմա ուզում եմ հասկանալ այս ամենը սոցիալական մեծ բունտի կհանգեցնի, թե այդուհանդերձ իշխանությունը ունի տարբերակներ դրանք կառավարելի դարձնելու համար։ Հնարավոր է հանգեցնել, որովհետև ըստ էության հարկատու բոլոր շերտերին է կպել Նիկոլ Փաշինյանի եւ բոլորին է վնասում։ Եկեք 3 շերտի բաժանենք հարկատուներին, խոշոր հարկատուներ, այսինքն
շատ ավելի խոշոր կազմակերպություններ, հիմնական հարգվճարողներ, օրինակ 1000 հարգվճարողները Հայաստանի Հանրապետության մոտավորապես 80%-ի չափով Հայաստանի պետական բյուջեի եկամտային մասն ապահովում։ Ինչ է անում Նիկոլ Փաշինյանը այս մարդկանց հետ։ Հարկային տերորի է ենթարկում ու հարձակումներ շատ դեպքերում, քանի որ իհարկե լրատվամիջոցներում կհանդիպեք որոշակի այդպիսի հարձակումների վերաբերյալ լուսաբանումներ կամ հայտարարություններ, բայց շատ դեպքերում որպես կանոն խոշոր բիզնեսը չի արտահայտվում կամ չի հրապարակայնացնում իր այսպես իրավունքների պաշտպանությունը, դրա համար հանրությունը այդպես լայն տեղեկացվածություն չունի։ Էլ ավելի չթիրախավորվելու համար են լրում։ Այո։ Այսպես, այսինքն խոշոր բիզնեսին հարձակումներ օպերատիվ հետախուզական միջոցառումների միջոցով, նախնական սխալ հաշվարկների միջոցով եւ քննչական մարմիններով այդպես վախացնելով կամ ձերբակալություններ իրականացնելու միջոցով լրացուցիչ հարկեր են հավաքագրում։ Սա առաջնային թիրախն է, ովքեր սովորաբար իրենց հարկերը վճարում են պատշաճ ժամանակին եւ հիմնականում ճշգրիտ։ Օրինակ հարկային վեճերի, որոնք որ տնտեսվարողի իրավունքները խախտում են եւ դատարան են դիմում իրավունքների վերականգնման համար, 80-ից մինչև 90% դատական ակտերը կայացվում են ի օգուտ հարկատուների։ Սա ինչի ցուցիչն է, որ պետական եկամուտների կոմիտեն չի գործում օրենքի սահմաններում, պաշտոնական լիազորությունների չարաշահում է իրականացնում, լրացուցիչ հարկ է հավաքագրում։ Իմիջիայլոց սրան եկեք գումարենք, Արտադրության նախարարությունը մի նախագիծ է շրջանառում, որ բողոքարկման այդ ժամանակահատվածը բավականին կրճատի, այսինքն եթե տնտեսվարողի վրա ակտ է գրել հարկային մարմինը, ապա պարտավոր լինի տնտեսվարողը վճարելու, հետո քանի տարի կբողոքարկի, ելքը դեպի իրեն կլինի, թե դեպի հարկային մարմնի կլինի, էական չի, կարևոր այս պայմանությամբ կարողանան հարկը վճարել։ Բարեբախտաբար իհարկե շատ լայն արագ բռացի մենք էլ արձագանքեցինք ու մեծ, այսպես ասած, բանակ հավաքվեց անդիմախոսների, ժամանակավորապես չեղարկեցի։ Հիմա եթե գալիս ենք երկրորդ չեր, դա փոքր միջին ձեռնարկություններ, միկրոձեռնարկությունների ոլորտն է, իդեպ առաջիկայում նաև փորձում են հանդես գալ բողոքի ակցիաներով, որին մենք կմիանանք, կաջակցենք ու կփորձենք շատ ավելի այսպես աշխատող ու էֆեկտիվ գործիքակազմ առաջարկենք ու ներդնենք, որպեսզի կարողանանք այդտեղ հաջողություն հասնենք, այնպես ինչպես հասնում ենք պարտադիր հայտարարագրման ոլորտում։ Եվ երրորդ շերտը բնականաբար ամբողջ բնակչությունն է։ Իսկ սա հայտարարագրման համակարգով բազմիցս խոսել ենք, արդեն հանրությունն էլ լավ իրազեկված է, այսինքն 3 շերտերին անդադ հարկային տերորի ենթարկելով, բոլորի իրավունքները սահմանափակելով լրացուցիչ հարկ են փորձում հավաքագրեն, որպեսզի կարողանան պետական բյուջեն պահեն։ Եկեք մի ցուցանիշ ձեզ ասեմ ընդամենը։ Նիկոլ Փաշինյանի կառավարումից մինչև այսօր Հայաստանի բյուջեն 1.5 տրիլիոնով է ընդամենը ավելացել։ 1 տրիլիոն 350 մոտավոր միլիարդից դարձել է 2.830 տրիլիոն։ Բայց այստեղ արտաքին պարտքի սպասարկումը տոկոսավճարները միայն 320 միլիարդով ավելացել են, այսինքն 1.5-ից 320-ը հանենք, նշանակում է մեր եկամուտը չի ավելացել, որովհետև ինչպես գալիս է, այդպես էլ գնում է։ Գումարած 1.2 միլիարդ վնաստակ, այդ 1.2 միլիարդից որոշակի մասը այդպես ընթացիկ ծախսերն է սպասարկում, օրինակ կարող է գնալ աշխատավարձերի բարձրացման կամ գնալ առանց հետ վերադարձի, այսինքն առանց շահութաբերության ներդրման այդպես ներդրումների իրականացման, պայմանականորեն 1 միլիարդից 200 միլիոնը վերցնում ենք գնում ենք մանկապարտեզա կամ դպրոցաշինություն։ Պատկերացրեք, ծրագիրը նախ չեն կարողանում իրականացնել։ Ես բազմիցս հայտարարում եմ, այս օրինակը միշտ բերում եմ, իմ ծննդավայրի, իմ գյուղի դպրոցը 5 տարի առաջին ստել եմ, մինչև հիմա ավարտի մասին խոսք նույնիսկ չի գնում։ Որ գյուղն է։ Դովեղ գյուղն Նոյեմբերյանի շրջանի։ Սահմանամերձ։ Այո, ընդ որում դպրոցի շինարարության պատճառով այդպիսի փնթի աշխատանքը իրականացել գյուղ մտող հիմնական ճանապարհը փլուզվել է, այսինքն լրացուցիչ ծախս է առաջացել։ Այս լրացուցիչ ծախսերով այդ 1.2 միլիարդը ոչնչանում ֆոշի անում է։ Այդ 1.2 միլիարդի հաշվին անդադ նորացնում են օրինակ նախարարությունների տրանսպորտային միջոցների իրենց սպասարկման, օրինակ պաշտպանության նախարարի մեքենան, կառավարության։ Դե պատվատապետության սկզբունքով էլի։ Մի հետաքրքիր ցուցանիշ էլ ասեմ սրա հետ կապված։ Տեսեք հիմա ՓՄԶ ոլորտը ոտքի է կանգնել եւ իր բողոքի ընդրում արդարացի բողոքի ձայնն է արտահայտում։ Ֆինանսների նախարարությունը տարբեր գնահատականներով այդպես խոսում է 13-ից մինչև 17 միլիարդ դրամ լրացուցիչ հարկի հավաքագրման մասին էս բարձրացումներով, որը իհարկե մեծ բեռ է, այսինքն եկեք հասկանանք փոփոխությունը ինչի է հանգեցնում։ Փոքր միջին բիզնեսը տապալվում է ընդհանրապես եւ չի կարողանում նույնիսկ իր սոցիալական ծախսերը սպասարկել,
Բայց հավաքագրում է կառավարությունը 13 միլիարդ դրամ, կառավարության կատարվող ծախսերի, այսինքն իրենց պահպանման ծախսերի մոտավորապես կեսը 24-25 միլիարդ էլ իրենց ծախս է կատարում։ Սա շատ կարևոր ցուցանիշ է, այսինքն մարդկանց terror-ի են ենթարկում մոտավորապես 100,000 բիզնեսի վրա լայն ազդեցություն են թողնում, այդ բիզնեսի աշխատակազմի աշխատավարձի ապագա բարձրացման վրա ազդեցություն են թողնում, այդ բիզնեսները հետագայում չեն կարողանալու նույնիսկ շնչեն, բայց հավաքագրում են ընդամենը հարկ իրենց համար կատարվող ծախսերի կեսը մոտավորապես։ Սա շատ կարևոր է ֆիքսը։ Հետևաբար Հայաստանի Հանրապետությունը ոչ թե 7 տարիների ընթացքում Նիկոլ Փաշինյանի կառավարման 7 տարիների ընթացքում ոչ թե հավաքագրել է տնտեսական կամ զարգացման ներուժ, այլ հակառակը մսխել է այդ ներուժը։ Եթե շատ պատկերավոր ասենք, տեսեք Հայաստանի վարչապետն էլ է խոստովանում, որ 7 տարի նույն դասարանում է մնացել, այսինքն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները հարկեր են վճարում, աշխատավարձ են տալիս մի իշխանության, մեղմ ասած աշխատավարձ, որը իր պարտականությունները չի կարողանում անել, որը արդյունավետ կառավարում չի կարող անել, դավաճանության հոդվածին էլ դեռ իրավապահ համակարգ իշխանափոխությունից հետո կանդրադառնանք վստահ եմ։ Այսինքն շատ չէ թանկ նստում է իշխանությունը Հայաստանի Հանրապետության շարքային քաղաքացիների վրա։ Շատ թանկ է նստում, եկեք համեմատական տանենք նորից հայկական ընտանիքներին եւ ընտանեկան կառավարման վերենք շատ մակրո միջավայր պետական կառավարման։ Ինչ են անում սովորաբար այն ծնողները, ովքեր որ տեսնում են նրանք գումար են ծախսում իրենց զավակների կրթության վրա, բայց զավակները դա չեն ապահովում։ Օրինակ, ես գիտեմ շատ ընտանիքներ, ովքեր որ տեսել են գումար ծախսելով զավակին ուղարկում են դպրոց, բայց չի սովորում, անթարթություններ է անում։ Նիկոլ Փաշինյանի նման նույն դասարանում է նույն չի կարողանում զարգանալ։ Հիմնական դպրոցից անում են, այժմյան այդ դասակարգումներով 9-րդ դասարից ուղարկում են ինչ-որ մի հմտություն սովորել։ Օրինակ, չգիտեմ, զոդող է դառնում, հանրությանը հայտնի բառապաշարով ասեմ, խադավիկ եւ այսպես շարունակ։ Ինչ են անում ինստիտուտի պարագայում։ Ծնողները ականջից բռնում են, հանում են ինստիտուտից, ասում են դու ինստիտուտ չպետք է գնաս, դու օրինակ պետք է գնաս պրոֆտեխնիկական ուսումնարան, կամ դու պետք է ինստիտուտից դուրս մնաս եւ գաս աշխատես, օրինակ գյուղատնտեսության ոլորտում։ Հիմա ինչ կանի հայ ժողովուրդը Նիկոլ Փաշինյանի հետ։ 7 տարի նույն դասարանում մնացած ծույլիկ, տգետ ու հետագա զարգացման կամ ուսման անհաջողությունը արդեն հասկացել է, ականջից այսպես բռնելու, ասի դու պետք է գնաս խոտ հնձելու եւ ոչ թե գնաս կառավարությունում աշխատելու։ Ու դա տեղի կունենա շուտով, իսկ ինչ վերաբերում է թանկ նստելուն, այո, դա շատ թանկ է նստել Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու վրա, որովհետեւ նորից եմ գալիս, միայն պարտքային բեռին շատ բաների մասին մենք կարող ենք խոսել, բայց միայն պարտքային բեռին 320 միլիարդ դրամ մոտավորապես այս տարվա ընթացքում պետք է գնան պարտքի միայն տոկոսի սպասարկման, այսինքն միայն վարկի տոկոս, ոչ թե մայր գումար, այլ միայն տոկոսի։ Յուրաքանչյուրը կարող է իր ընտանիքում ընտանեկան բյուջեով դա հաշվարկ կատարել։ 320 միլիարդ դրամով ինչ կարող ենք անել Հայաստանի Հանրապետության համար։ 320 միլիարդ դրամով մենք կարող ենք տասնյակ հազարավոր աշխատատեղերով գործարաններ կառուցել։ Ունենք այդ ներուժ, կարող ենք պաշտպանական համակարգեր ստեղծել, զինտեխնիկա ձեռք բերել, կարող ենք այդպես լավ սովորող եւ տաղանդավոր երեխաներին ֆինանսավորել, որպեսզի գնան դրսի լավագույն համալսարաններում կրթություն ստանային եւ այսպես շարունակ։ Եվ ոչ թե Հայաստանի այդպես հանրապետության տարածքում պետական փողերի հաշվին, պետական սպասարկումով, այդպես անվտանգային սպասարկում, պետական տրանսպորտային միջոցները շահագործելով եւ մաշելով եւ այլն, գնային դիտության վերաբերյալ կրթել է նորաձև է ինչ որ շարժումներ իրականացնի։ Այդ 320 միլիարդ դրամը միակ թանկ բանը չէ։ Օրինակ 2018 թվականից մինչև այս կողմ սպառման վերաբերյալ գնանք, այսինքն սխալ կառավարման արդյունքում ինչպես է թանկացել։ Մակարոնները գրեթե կրկնակի թանկացել է, բրինձ թանկացել է 50%-ով, հաց թանկացել է 35%-ով, ալյուրը 20%-ով, ձեթը յուղը եւ այլն բոլորը 35-40%-ով եւ այսպես շարունակ, այսինքն մարդիկ անընդհատ աղքատացել են։ Իսկ որ սովորաբար խոսում ենք տնտեսության սխալ կառավարման մասին, ավելորդ պարտքերի ներգրավման մասին, դրանք ուղիղ ազդեցություն են ունենում մարդկանց գրպանի վրա։ 2021 թե 22 թվականներ չեմ հիշում, էլեկտրոէներգիայի թանկացում իրականացրեց Նիկոլ Փաշինյանը, շուտով իրականացնելու է, տեսեք, եթե չի էլ իրականացում, այնքան այդպես դեֆիցիտը ստեղծում, այնքան է մեծացում արհեստականորեն, որպեսզի ընտրությունների նախաշեմին այդպիսի նախաձեռնությունով հանդես չգա, որ հաջորդ իշխանությունները ստիպված լինեն դա իրականացնելու։ Դուրը թանկացրեց, տրանսպորտը թանկացրեց, կայանատեղիները, աղբանության վճարները, գույքը հարկը, ակցիզային հարկը, այսպես
ի ցուցանիշ բերում 800 դրամից խմիչքի 1 լիտր խմիչքի մրգօղիների ակցիզային հարկ 800 դրամից դարձրեց 4600 դրամ, այսինքն 1 լիտր օղին, եթե 800 դրամ ակցիզային հարկի պայմաններում պայմանականորեն կարող էր վաճառվել 1500 դրամով, միայն Նիկոլ Փաշինյանի բարձրացած հարկի հաշվին արդեն 6000 դրամից ցածր չի կարող վաճառվել։ Յուրաքանչյուր ոլորտում տարել է ապրանքների սակագների բարձրացման, միևնույն ժամանակ հնարավորությունը ամբողջությամբ, այսպես ասած, ոչնչացրել է, որպեսզի կարողանա տնտեսվարող աշխատավարձ բարձրացնել։ Այսինքն պատկերավոր ասած աղքատությունը ոչ թե մարդկանց գլխում է, այլ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության հետևանքով է այդ աղքատությունը։ Աղքատությունը բացառապես Նիկոլ Փաշինյանի գլխում է, աղքատությունը, գիտեք, Նիկոլ Փաշինյանը իշխանություն լինելով եւ իշխանական կերակրատաշտակին մոտ լինելով եւ միայն լափամանի ծավալները կամ տեսակները ավելացնելով, դա չի նշանակում, որ Նիկոլ Փաշինյանը հարստացավ։ Նիկոլ Փաշինյանը միշտ նույն աղքատն է մնալու, միշտ նույն քաղաքերին է մնալու եւ Նիկոլ Փաշինյանը մինչեւ իշխանության հասնելը աղքատ էր, որովհետեւ իր ուղեղում էր աղքատությունը, որովհետեւ իր միակ ֆինանսական միջոցների աղբյուրը դա կարող է լինել կեղծիքների հրապարակումով, այստեղից այնտեղից գումարներ հայթայթել, ընդ որում դրա մասին բազմաթիվ հրապարակումներ եղան ու հիմնավոր հրապարակումներ եղան։ Հիմա պատկերացրեք մարդ, որ չի կարողացել պատասխանատու լինել ինքը իր հանդեպ, ինքը իր ընտանիքի հանդեպ, չի կարողացել իր խելքով, իր աշխատանքով բարելավել իր սոցիալական կարգավիճակը, այդպիսի տգետին 7 տարի նույն դասարանում մնացածին, ընդ որում ինքն էլ է, չէ, որ ասում եք տգետ, ինքն էլ է ասում, որ մենք տգետ ենք։ Այսինքն այստեղ մեր մտքերը համընկնում են Նիկոլ Փաշինյանի հետ։ 7 տարի նույն դասարանում մնացած տգետին վստահել ենք, որպեսզի բոլորի բարեկեցության կամ անվտանգության վրա ազդեցություն ունենա։ Բնականաբար այդ ազդեցությունը պետք է լինի բացասական։ Հատիկ առ հատիկ թալանը Հայաստանին վերադարձնող իշխանությունը փաստորեն այս ամենից կարելի է եզրահանգել, որ մսխում է Հայաստանի հնարավորությունները, ռեսուրսը, ներուժը ու մի շատ հստակ իրողություն անիֆի տեսքով, երբ որ խոսում են հատիկ առ հատիկ վերադարձնելու մասին, սեփական իշխանության այդ մեծ գերանը իրենք չեն տեսնում, միլիոնավոր դոլարներ պետությունից, հարկատուներից, հերոս հարկատուներից այդ մարդիկ իշխանությունը գողացել է, հիմա քրեական գործը հարուցված է, բայց տեղաշարժ չկա, ավելին ակնարկ չկա քաղաքական պատասխանատվության։ Այսինքն կոնկրետ քաղաքական կոռուպցիայի հոտ է այս ամենից գալիս։ Ճիշտ եք, օրինակ, սկսենք հենց թալանից հատիկ-հարատիկ վերադարձումից, եթե մարդը ունի նպատակ թալանը հետ վերադարձնել, ապա թալանը հատիկ-հարատիկ չի հետ վերադարձում, դա միանգամից է հետ վերադարձնում, դրա գործիքակազմը շատ արագ հնարավոր է ներդնել ու շատ արագ հնարավոր է դա իրականացնել։ Հետևաբար կամ Հայաստանի Հանրապետությունում թալան չի եղել, կամ Նիկոլ Փաշինյանը նորից ստում է։ Կամ երրորդ տարբերակն էլ կա, եղել է թալան, բայց Նիկոլ Փաշինյանը փայ է մտել այդ թալանի մեջ։ Հիմա գնանք հաջորդին։ Նիկոլ Փաշինյանի նպատակը ոչ թե թալանը վերադարձնել, դրանով երկիր կառուցելն, այլ ընդհանրեն ունեցվածքի վերաբաշխում իրականացնելը։ Այսինքն Պողոսից վերցնել իր Պետրոսին կամ իրեն վերապահելն է։ Շատ դեպքերում իր նույն տգետ падգամավորները հայտարարեցին, որ թող կենտրոնի բնակարանները մարդիկ վաճառեն եւ դրանց այրամասերում կամ գյուղերում ապրեն։ Ինքը կառավարության նիստի ժամանակ հայտարարեց, որ թող կենտրոնի բնակարանը վարձով տան եւ այսպես շարունակ։ Կենտրոնում մարդիկ բնակարան են ստացել ոչ թե այսպես Նիկոլ Փաշինյանի նման կառավարիչների շնորհիվ, այդ յուրաքանչյուր մարդ իր վաստակի շնորհիվ, ընդ որում սովետական միության ժամանակատվածում դեռևս պետական ծրագրի շրջանակներում գնահատել է սովետական միությունը եւ մարդկանց վաստակի համար բնակարանային հատկացումներ իրականացրել։ Հիմա Նիկոլ Փաշինյանը խոսում է կառավարման որակի, անկախության եւ այլնի մասին։ Պատկերացրեք սովետական միությունը, որտեղ Հայաստանի Հանրապետությունն անկախ չի, ավելի է եղել Հայաստանի Հանրապետության քաղաքացու հանդեպ ուշադիր, քան Նիկոլ Փաշինյանը հիմա է։ Այսինքն ոչ անկախ Հայաստանի իշխանությունը տվել է գույք, անկախ Հայաստանի իշխանությունը փորձում է այդ գույքը խլել գույքարկի բարձրացման միջոցով, աղբանության վճարի թանկացման միջոցով, բոլոր հարկատեսակների ավելացման միջոցով։ Ինչ վերաբերում է թալանի հետ կապված ուրեմն գույքերին, այդպես Նիկոլ Փաշինյանը կասկածել ինչ որ գույքեր դնում է հրապարակային աճուրդի, հետո ինչ որ մարդիկ կասկածել հանգամանքներում ձեռք են բերում տարաժամկետ վճարման սկզբունքով, անհասկանալիորեն չեն հասկանում ինչպես, հետո չեղարկում է տեղի ունեն նորից վաճառք հետ գնում եւ այլն։ Գալով արդեն հաշվեկնիչ պալատի
այսպես եզրակացությանը եւ տարեկան հաղորդմանը Հայաստանի պետական գնումները, տեսեք, որպեսզի մեր հանրությանն էլ པարզ լինի, Հայաստանի Հանրապետությունը ինչ ծախս որ կատարում է, սա համարվում է պետական գնում։ Պետական աշխատավարձը համարվում է պետական գնում, այսինքն աշխատանք է, ծառայություն է գնել մարդուց։ Գրիչը, մատիտը, որ օգտագործում է կառավարությունը, սա կոչվում է պետական գնում։ Սա պետք է տեղի ունենա པարզ, թափանցիկ, ընդ որում գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով։ Բաց թափանցիկ, այդպես հրապարակային տենդերների միջոցով եւ բոլոր հավասար հնարավորություն ունենան դրան մասնակցելու, բայց արյունտես որ հավասար հնարավորություն ոչ մեկ չունի։ Տենդերների մասով հատկապես։ Միայն իրենց կողմից կառավարվող, իրենց դրած մարդու կողմից կառավարվող հաշվեկնիչ պալատը որպես անկախ մարմին հայտարարության մեջ նշում է տարեկան, որ 50%-ը մեկ անձից գնում է կատարվել։ Սրանից բացահայտ կոռուպցիա ուղղակի գոյություն չունի։ Հիմա եթե գնում ենք արդեն այսպիսի բացահայտ կամ հիմնավոր կոռուպցիայից դուրս եւ տրամաբանության ոլորտ ենք մտնում, ապա բոլորս էլ ունենք, չէ, շատ մեծ շրջապատ եւ կարողանում ենք հետաքրքրվել, թե որ ոլորտը ով է սպասում։ Օրինակ ճանապարհաշինության ոլորտի ավելի շատ այդպես տենդերները ովքեր են շահում եւ ինչպես են իրականացնում, այսինչ ոլորտի տենդերները, այնինչ ոլորտի տենդերները եւ իհարկե նույն կերպ շարունակում է, այսինքն հենց սա հիմնավորում է, որ տեղի ունեցել թալանի վերաբաշխում կամ գույքի վերաբաշխում եւ ոչ թե տեղի ունեցել թալանի հետ վերադարձ պետական բյուջե։ Եթե շարունակենք այսպիսի գաղափարներն ու մտքերը թալանի հետ կապված, ապա գնանք անարդյունավետ ծախսերին։ Այստեղ պետական բյուջեից փողը վերցրել է անիվ է հիմնադրել ամբողջությամբ ձախողելու փողերը, դե իհարկե այս իշխանությունը չգիտեմ ինչ որքանով կբացահայտի, որքանով չէ, բայց հաջորդ իշխանությունը այդ գումարները կբացահայտեն։ Պարտք է ներդրել լաստանավեր, այդպես ձեռք բերում, որպեսզի փոխադրումներ իրականացներ, այդ գումարները փոշիացան։ Պետական ավիաընկերություն էր բացում, հետո մի օր ուղղակի Նիկոլ Փաշինյանը ասաց, դե սնանկացել է, ինչ անենք, լավ չենք կառավարում։ Հետո նոր դրանից հետո ասեց, որ իրանք տգետ են եւ 7 տարի նույն դասարանում են մնացել։ Սնանկացումների պակաս չկա։ Այո, չոր նավահանգիստը կառուցում այդպես էլ չստացվեց։ Ինչ անում են, ձախողում են։ Չեմ ցանկանում ծանրաբեռնել ու թվարկել, սրանք են խոշոր գործարքներ են, որոնց մասին թվարկումները կատարում են։ Դրանք են հանգեցրել, այսինքն Հայաստանի Հանրապետության բյուջեի եկամտային մասի ապահովումը դրանից ավելի ծախսային մաս է իր հետ բերել։ Նիկոլ Փաշինյանի սխալ կառավարման արդյունքում։ Մի դրվագել անդրադառնամ, որը իմ կարծիքով լավագույնս պատկերում է այս իշխանության վարած քաղաքականությունը, սիմվոլիկ շղարշ է տալիս այդ քաղաքականությունը։ Մենք ժամանակ առաջ այս տաղավարում անդրադարձել ենք Հայաստանում շինարարության բում ասվածին։ Հիմա ինչ է տեղի ունենում։ Հիմա էլ կառուցապատողներն են արդեն բողոքի ակցիաներ կազմակերպում, դժգոհություններ արտահայտում, որովհետև նախ այդ բումը թույլ տվեցին։ Հիմա այդ հետևանքներն են փորձում վերացնել, հոգուտ իրենց իշխանությունը հոգուտ իրեն, ասենք հարկերն են բարձրացնում, турքերն են բարձրացնում, դեռ շինարարությունը չավարտած, գույքը հարկ են պահանջում ու ըստ երևույթին մի ոլորտ, որում իբրև թե նկատելիորեն բում կար, հիմա անգամ այդ ծաղկած ոլորտը վերածվելու է հերթական կոլապսի։ Այդ ոլորտը ամենացավալի ոլորտն է։ Տեսեք, նախ եկեք սկզբից հասկանանք շինարարությունը տնտեսության մեջ իր դերակատարում ունի։ Սա ֆիքսենք ու արդեն գանք Հայաստանի շինարարական ոլորտ։ Շինարարությունը տնտեսության մեջ զարգանում է ամենաուշը եւ սնանկանում կամ նվազում է ամենաուշը։ Ինչու՞։ Որովհետեւ օրինակ բնակարանային շինությունների այսպես զարգացման կամ բումի համար անհրաժեշտ է նախ տնտեսության իրական հատվածը որոշակի կարողանա հզորանա աշխատավարձեր, ապա որպեսզի մարդը աշխատավարձի հաշվին նախավճարի կուտակում իրականացնի, այնուհետև կարողանա ամսական մարում իրականացնել։ Դրա համար տնտեսությունը կարող է զարգանալ, շինարարությունը շատ ավելի ուշ զարգանալ։ Մինը հակառակը։ Տնտեսության բոլոր ոլորտները արդեն անկում են ապրում, բայց մարդիկ դեռևս ունեցել են որոշակի կուտակումներ կանխավճարի հավաքագրումը, որովհետև դրանց 2 տարի առաջ դեռևս կարողանում էին բարձր աշխատավարձ ստանալ։ Նրանք գնում են բնակարաններ ձեռք բերելու։ Սովորաբար տնտեսության անկումից մի քանի տարվա ընթացքում արդեն սկսում է շինարարության անկում ապրել։ Այսինքն ինքը ուշ սկսում է, ուշ անկում է ապրում։ Հայաստանում արդեն սկսեց շինարարության անկումը։ Ընդ որում նաև շինարարությունը դարձավ անշահութաբեր մի քանի պատճառաբանությամբ։ Սկզբից մեղավորությունը ոչ միայն իհարկե այստեղ պետք է արդար լինենք, ոչ միայն իշխանությունն ու կառավարությաններ, իհարկե իրենք շատ նպաստեցին, անդրադառնամ հիմա ինչպես նպաստեցին, այլ նաև ներդրողները որոշակի այդպես
կարճատեսություն ցուցաբերեցին։ Նրանք տեսան, որ շինարարական բում է տեղի ունեն եւ յուրաքանչյուրը բազում էր վարկ վերցնելու եւ ինչ որ շենք կառուցելու։ Այնինչ չէին այդպես հաշվարկում, թե ինչն է պատճառը։ Եթե մենք խորանում ենք այդպես կամ վերլուծում ենք պատճառները, ապա շատ երկար չէր կարող շինարարական բումը Հայաստանի Հանրապետությունում տևել։ Այսինքն կա սահմանափակ քանակության ձեռքբերումների քանակ, որից այն կողմ այլևս վաճառ չի լինելու։ Եվ այսպես սխալ հաշվարկների արդյունքում այո ունեցանք այսպիսի պատկեր։ Հիմա ինչ է տեղի ունենում։ Հայաստանի Հանրապետության պատշաճ վերահսկողություն չի իրականացնում։ Իշխանություն, քաղաքային իշխանություն եւ այլն։ Պայմանականորեն վերցնենք մեկ շենք կառուցելու համար անհրաժեշտ է $1 միլիոն գումար։ $1 միլիոն գումարը վարկ վերցնելու համար, վարկ ներգրավելու համար պետք է վերցնել օրինակ տարեկան 10% տոկոսադրույքով։ Եթե շինթույլտվությունը տրամադրված է 2 տարի ժամանակահատվածի համար, պատկերացնենք յուրաքանչյուր տարվա 10%-ը 20% գումարային $200,000։ Այսինքն շենքի կառուցապատման ծախսերի մեջ հաշվարկած է որքանն է քարի ձեռքբերման գինը, որքանը ցեմենտի ձեռքբերման ապակիներ եւ այսպես շարունակ։ Պայմանականորեն $500,000 դա է, $200,000 տոկոսներն են, $300,000 պետք է մնա իր շահույթը, որը հարկումից հետո պայմանականորեն $200,000 կառուցապատողի շահույթ կվերցնեք գնա հաջորդ պրոյեկտը իրականացնելու։ Կառուցապատողի սխալ կառավարման արդյունքում պետական վերահսկողության ոչ պատշաճ լինելու հետևանքով մեկ շենքի կառուցապատումը 2 տարուց տևում է 5 տարի։ Այսինքն 3 տարի էլ եթե գումարենք յուրաքանչյուր տարի այդպես $100,000, արդեն $300,000-ը մաշեցինք։ Ինչ տեղի ունեցավ։ Շենքը գնաց սնանկացման։ Չի կարողանում ստանալ ավարտականակ, չի կարողանում իր ստանձնած պարտականությունները կատարել, բնակարանների վաճառք իրականացնել։ Պետությունը թանկացրեց շինթույլտվությունների գումարները, հարյուրավոր անգամներ թանկացրեց, այդպես որոշակի հարկային բեռներ ավելացնելով եւ այլն, իր բյուջեի եկամտային մասը ամեն գնով կատարելու համար ինքը նաեւ բեռ դրեց շինարարների վրա, որոնք նրանք չկարողացան սպասարկել։ Հիմա կտեսնեք ոլորտը ինչ է սնանկացումների հերթական շքերթը, սնանկացումներ է գնում, այսինքն այսպիսի մասսայական սնանկությունների համար հիմա պետությունը պետք է կառավարի։ Այսինքն պետք է որոշակի տեղեր բանկային իրաշեկներ տրամադրի, սուբսիդիաներ տրամադրի եւ այսպես պետական բյուջեի նորից Նիկոլ Փաշինյանի անարդյունավետ կառավարման արդյունքում պետական բյուջեից պետք է տեղի ունենա որոշակի կոմպենսացիա, ոչ թե որոշակի շատ մեծ գումարի չափով կոմպենսացիա, որը ազդելու է թոշակառուների վրա, որը ազդելու է աշխատակազմի վրա, աշխատողահարող մարդկանց վրա եւ այսպես Հայաստանի Հանրապետությունը նորից տանում է դեպի տապալման շահ։ Եվ որպես ամփոփում հետաքրքիր է մարզային հանդիպումներում ինչ տրամադրություններ եք դուք ստանում, ինչու Երևանի վրա չեմ կենտրոնանում, որովհետև Երևանի տրամադրությունները քիչ թե շատ տեսանելի են, իսկ մարզերում որպես կանոն կա այդպես ձևավորված միֆ կամ գուցե ինչ որ իմաստով իրականություն, որ մարզերում Նիկոլ Փաշինյանը ունի առավել մեծ աջակցություն, քան մայրաքաղաքում է։ Ձեր հանդիպումները ինչ տպավորություն են ստեղծել։ Հակառակ տպավորություն են ստեղծում, բավականին ոգևորիչ են եւ բոլոր հանդիպումների ընթացքում մենք տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանի աջակցությունը շատ նվազում է ու անընդհատ նվազում է, որովհետեւ նաեւ այս վերջի նախաձեռնությունը Նիկոլ Փաշինյանի համատարած բոլորին հարկման նախաձեռնությունը հենց առաջին հերթին ազդում են կամ առաջին հերթին նվազեցնում են մարզաբնակների եկամուտները։ Սա ոչ թե ուղղված է հարուստներին հարկելու կամ ավելի շատ ֆինանսական միջոցներ ունեցողներին հարկելու, այլ կոնկրետ առարկայական աղքատներին հարկելու։ Գյուղատնտեսությունը, այսինքն մեր հասարակության գյուղաբնակ հասարակության այդպես ապրուստի, մեծամասնության ապրուստի միջոցը կամ գոնե երկրորդ այդպես եկամտի աղբյուրը գյուղատնտեսությունն է։ Կարող է մարդը ունենալ աշխատանք, ցածր աշխատավարձով իհարկե, բայց ունի երկրորդական եկամուտ, որը հաստատ գեներացում է գյուղատնտեսությունից։ 20%-ով հարկել սա։ Մարզաբնակներից ամենաշատն են մեկնում արտագն աշխատանքի, 20%-ով հարկել արտագն աշխատանքի մեկնասների եկամուտները, ընդհանրապես նրանց բանկային հաշվի շարժերի եկամուտները 20%-ով, բնականաբար մարդիկ արդեն անձամբ զգում են, որ այդպես հասել է արդեն իր տներին Նիկոլ Փաշինյանը եւ բոլորին ոչ միայն աղքատացնում է լրացուցիչ, այլ նաեւ տոտալ վերահսկողություն է սահմանում, որ որևէ մեկը չկարողանա այդպես Նիկոլ Փաշինյանի կամքին հակառակ գործողություն կատարել, տուն պահել։ Այո, կառավարել։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։